Չէ, դու արժանի չես։ Արժանի չես, որ ես մի անգամ էլ երեխեքիս վրայով անցնեմ։ Արժանի չես։ Անգամ չեմ ուզում քեզ վերջին անգամ տեսնել։ Վերջապես ազատվեցի քեզանից։ Պապ, Ինչ պապ, մի օր թողեցի տանից դուրս եկար ու նվերներն ու ծաղիկները քեզանից առաջ են գալի։ Պապա, Լսի, ես հիմա մտածում եմ, որ ես սխալ արեց, որ քեզ թողեցի տանից դուրս եկար։ Ես չպետք է թողնեի։ Ես չպետք է լսեի քո դասղեկին։ Քեզ չպետք է խղճայի։ Դու արժանի չես դրան։ պապա, բայց ես ինչ եմ արել։ Նայի։ Մենակ չասես, որ ձմեր պապին ա բերել։ Պապա, ես ոչ մեկին չեմ խնդրել, որ ինձ նվեր բերի։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Չես արել։ Աշկից դու մի աշկով մերժում ես, միսով կանչում։ Պապ, Անցի մտի սենյակա տել, երեխը չեմ ուզում տեսնել։ պապա, աղաչում եմ նորից մի սկսի։ Գնայիս քո հարցերը կլուծեն, ու այս անգամ հաստատ կանեն։ Սմբատ, It's always been about me, myself and I. Ես եկա։ Լավ է ծրվելս։ Լավ ջան, բայց մենք արդեն պիտի դուրս գանք։ Ես քան շուտ։ Դե հա երեխեքը հավաքվել են մեզ են սպասում։ Երեխեք, նոր եք հավաքվել, էլի եք հավաքվում։ Դե գուարցոցյա, պետքա գնանք ընկեր Պետրոսյանից տուն։ Դե լավ գոնե սպասեք մոտ Միլենան գա, ստեղ պիտի գա հեսա։ Դու ավել լավա Միլենայի զանգի, ասա թե մի անգամից գա Պետրոսյանից տան մոտ, որտեղ արդեն ուշանում ենք լավ։ Լավ, դե որ տենց է, ես էլ Մարիամիկին տուն կտանեմ ու շուտ կգամ։ Լավ դե հեսա զանգեմ։ Մարիկն հավաքվել։ Ես թող իմ աղջիկը ստեղ մնա։ Լավ, բայց Մարիամ ուզում ես մնաս։ Ուզում եմ, բայց չեմ կարող, մեր դասարանի Արմանը պիտի գա։ Արմանը։ Դե լավ, ես էլ չասեմ։ Միլ ջան, ուր ես։ Չէ, հիմա տունն եմ։ Տիկ մի հատ լավ բան է մտածել։ Ինչ։ Որ իմ ասած եղավ, չէ՞։ Մանգուստը սաղ կյանքը մնալու է իմ բայեցը։ Ուրեմն վտանգավոր բան ես մտածել, հա? Շատ վտանգավոր, շատ։ Ու Բերած ես բայեցներից մեկը շատ ուժեղ է։ Մանգուստից ուժեղը շատ։ բայց ինչ ես տենց ասում։ Մանգուստը քան է տենց եզերի է տապարել գետին։ Չէ, տիկ, ես գիտեմ ինչ եմ ասում։ Հիմա ես պետք է որ ես ցանցավոր բոյը շուտ վերջանա։ Մեջտեղից դուրս գա։ Այսինքն օրու մեջ բոյ եմ դնում։ Այսպես կլինի։ Մեր ձեռը չի, ինչի չի լինի։ Դու զանգի մանգուստին ասա դու սկսի պարապել արդեն։ Արապուն կախպեր, թող գոն այս երկու օրն անցնի նոր։ Էլի թող անցնի, բայց տոներից հետո իր համար կաշմար է սպասվում, կաշմար։ Չես պես լարվել որ։ Չեմ լարվել։ Ուղղակի մանգուստը պետք է հասկանա, որ առանց ինձ ոչ մի բան է ինքը, ոչ մի բան։ Դու դրանից հետո այ ինքը կգնի իմ հետևից, ոչ թե ես։ Վտանգ եմ զգում, այն էլ շատ մեծ։ Չէ, ես արդեն լավ բայեցներ ունեմ, մանգուստի վրա դողալու պատճառ չունեմ։ Պապ, ինչի չթողեցիր Լևոնեն տանը մնամ։ Յուլ ջան, որտեղ հələ լրիվ չես լավացել, ցավդ տանեմ։ Բայց ընդեղ այնքան լավ էր, ինձ սիրում են Լևոնը, Լևոնի մաման։ Պապ, Ջան,
Լևոնի մաման այնքան լավն էր, ինձ սիրեց, բաճի կարել ու ասեց, որ վաղնել գնամ իրանց տուն։ Տեսնում ես ինչ լավ է Յուլ ջան։ Հա ինքը ինձ թողեց, որ գնամ իրանց տուն, դու էլ կթողնես, չէ։ Բա իհարկե Յուլ ջան, բա ոնց ցավդ տանեմ։ Գիտես, ես Լևոնի ընկերների հետ ծանոթացա, համել Արամի քույրիկի հետ ծանոթացա, բայց այն ավատ, որ Լևոնը իրան էլ է սիրում։ Յուլ ջան, բայց ինքը քեզ էլ է շատ սիրում, ցավդ տանեմ։ Բայց ես ուզում եմ, որ ամենաշատը ինձ սիրի։ Հա Լևոնի մաման ինձ ասաց, որ Լևոնը ինձ շատ է սիրում։ Ճիշտ է ասել, ցավդ տանեմ, ճիշտ է ասել։ Ես Левони мамой сирать инка шат лавне. Идем. Ты что, взбесилась? Ах, вот уже как. Ай, какая хорошая мама у Левона. Что там плохого, что твою дочку очень любят? Да дело не в том, любят или нет. Просто твоя Гуар уже начала приводить план действия. Но я не позволю, чтобы моего ребенка использовали в своих целях. Что ты чушь несешь? Это не чушь, это правда. Твоя Гуар обыкновенная шлюха. Ай! Սեդա, Սմբատ, ես ինչքան քեզ բացատրեմ, ոնց հասկացնեմ, որ դու ինձ հանգիստ թողնես։ ինչ եմ արել։ Ոնց ինչ ես արել։ Հա, ինչ եմ արել Սեդ։ Ինչ ես ինձ նվեր ուղարկել։ Ու խնդրում եմ, հանկարծ չասես, որ դա դու չես արել, որովհետև ես իմ աչքով տեսա, թե դու ոնց դրեցիր դարպասի առջև ու գնացիր։ Սեդա չեմ հասկանում, իրավունք չունեմ ես իմ սիրած աղջկա համար ինչ-որ մի բան անեմ։ Հա? Սմբատ, խնդրում եմ, ինձ համար խնդիրներ մի ստեղծի, առանց այն էլ քո նվերի ինձ վրա շատ թանկ է նստել, ինձ նորից չեն թողնում, որ ես տնից դուրս գամ։ Սմբատ, խնդրում եմ, մի արի իմ հետևից, մի զանգի, մի հետապնդի, առավել եւս ինձ նվերներ մի ուղարկի։ Սեդա լսի։ Սմբատ, եթե սիրում ես ինձ, խնդրում եմ, արա դա ինձ համար։ Ես չեմ ուզում, որ պապան նորից իմ վրա ջղայնանա ու արկելի դպրոց գնամ։ Առանց այն էլ ես շատ խնդիրներ ունեմ դպրոցում ու չգիտեմ, ինձ կթողնեն ես դպրոց նորից մտնեմ, թե ոչ։ Ես բոլոր քո խնդիրներն ա կլուծեմ։ Ամենամեծ հարցը, որ դու կարող ես լուծել, ինձանից հեռու մնալն է։ Խնդրում եմ, Սմբատ, կանես դա ինձ համար։ Չեմ կարող։ Սմբատ, խնդրում եմ։ Լսի։ Դու ինձանից անհնարին ես ուզում։ Իսկ դու իմ կյանքը մղձավանջ ես դարձնում։ Խնդրում եմ Սեդ։ Հարի հանդիպենք ու խոսենք։ Ոչ։ Սեդա, ախր քեզ շատ եմ կարոտել։ Չես անհնարին է։ Սեդա։ Միլենան շատ ավշանում։ Մի հատ էլ զանգ։ Զանգում եմ չի պատասխանում։ Մի բան եղած չլինի։ Այն մարդը ինչ տեղացնի, դուք էլ ինչ լնում եմ անգամից վատն եք մտածում։ Սրո Միլենան շատ պատասխանատու աղջիկ է։ Ինքը իր ասած ժամից երբեք չի ուշանում։ Լուսոն արդը մի րոպե։ Հալուս։ Լով ջան, դուք ուր եք։ Միլենային ենք սպասում։ Սառեցինք։ Ինչ բոլորը հավաքվել են։ Բաց եկևից ու ձեզնից հավաքվել են։ Հա, մեկ էլ սեդա զանգեց, ասեց պապան չի թողնում, որ տնից դուրս գա։ Դե ուրեմն լույս ջան, եկեք սենց անենք։ Դուք գնացեք, մենք կմիանանք ձեզ։ Լավ ջան։ Լավ։ Լավ։ Լուսոներ ասում է բոլորը հավաքվել են արդեն։ Ամոթ եղավ, որ մենք ուշ գնանք։ Լավ տղեկ, ուզում եք դուք գնացեք, ես Միլենային կսպասում ու շուտ կգամ ձեր մոտ։ Դե լավ, շուտ կգաս։ Անպայման։